Բարի երեկո, եթերում Ազատություն TV-ի լրատվական թողարկումն է, ստուդիայում Ռուզաննա Ստեփանյանն է, նախորդ իրադարձությունները համառոտ։ Կիևում ցուցարարների եւ ոստիկանների միջև տեղի են ունենում կատաղի բախումներ, ընդդիմության տվյալներով առնվազն 3 ցուցարար է զոհվել։ Հայաստանում քաղաքացի իշխանություն պայքարը շարունակվում է, այսօր պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել ատոմակայանի աշխատակիցները, մենք ստրուկ չենք կարգախոսով։ Այսօր լրանում է նախագահական ընտրությունների 1 տարին, ինչպես են քաղաքացիները գնահատում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին։ Օգնել ենք արդեն այդ ամեն ինչից։ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարում է նոր պայքարի մասին, խոստանալով չկրկնել նախկինում թույլ տված սխալները։ Իրականացնել սահմանադրական հեղափոխություն։ Իշխող հանրապետականին չի մտահոգել Գագիկ Ծառուկյանի ելույթը, հանրապետականը հեգնում է։ Մի փոքր հանկարծ ասած վախեցած ենք, եթե այսպես ասեմ։ Մինչ հայաստանյան իրադարձություններին անցնելը անդրադառնանք Կիևում այս պահին ոստիկանների եւ ցուցարարների միջև տեղի ունեցող կատաղի բախումներին։ Այժմ մենք ուղիղ կապ ենք հաստատել Կիևի կենտրոնից, որտեղ դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն 3 ցուցարար զոհվել է, 10 տարբեր վնասվածքներ են ստացել, վիրավորվել է 7 ոստիկան։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հազարավոր ցուցարարներ Մայդանից շարժվել են դեպի խորհրդարան, Գերագույն Ռադայից պահանջելով սահմանադրական փոփոխություններ կատարել եւ սահմանափակել երկրի նախագահի լիազորությունները։ Ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, օգտագործելով ռետինե փամփուշտներ, ինչպես նաև գործադրել ձայնային եւ ծխային նռնակներ։ Ցուցարարները իրենց հերթին քարեր են շպրտել ոստիկանների վրա, նրանք գրոհել են նաև Վիկտոր Յանուկովիչի գլխավորած կուսակցության որոշ գրասենյակներ, օգտագործելով ինքնաշեն պայթուցիկներ։ Ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում ծավալվող իրադարձություններին, ապա այստեղ ընդդիմադիր պատգամավորները շրջափակել են խոսնակի ամբիոնը, այն բանից հետո, երբ Վլադիմիր Ռիբակը մերժել է ընդդիմադիրների առաջարկած օրինագիծը ներառել Ռադայի օրակարգում։ Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն իր հերթին կոչ է արել նախագահ Յանուկովիչին ոստիկանությանը ետ քաշել փողոցներից, ապա հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Հավելենք, որ այսօրվա ցույցի եւ երթի մասնակիցները իրենց պահանջներին հասնելու նպատակով մտադիր են 5 օր շրջափակման մեջ պահել Գերագույն Ռադայի շենքը։ Սիրելի հերթադիտողներ, մենք դեռ կանդրադառնանք ուկրաինայում ծավալվող զարգացումներին, իսկ այժմ խոսենք հայաստանյան իրադարձությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունն, այդ թվում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում են, որ ժողովրդի 80%-ը դեմ է իր աշխատավարձից պարտադիր պահումներ անելու իշխանության որոշմանը, սակայն միևնույն է, իշխող հանրապետականը փորձում է ավելի քան 250,000 մարդու պարտադրել կենսաթոշակային նոր համակարգը։ Ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, մարդկանց աշխատավարձերից կատարվող պահումները անհրաժեշտ են երկրին, մինչդեռ աշխատող քաղաքացիները հակադարձում են, այդ գումարները անհրաժեշտ են իրենց ընտանիքներին։ Քաղաքացի իշխանություն պայքարը շարունակվում է եւ այսօր իրենց իրավունքների համար փողոց են դուրս եկել ռազմավարական օբյեկտ հանդիսացող ատոմակայանի աշխատակիցները։ Նրանք այսօր հայտարարեցին, որ ստրուկ չեն եւ չկա այնպիսի օրենք, որը մարդուն կարող է ստրուկ դարձնել, նրա ձեռքից վերցնելով իր աշխատած գումարը։ Մանրամասները Անուշ Մկրտչյանի տեսանյութում։ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն այսօր դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, պահանջելով այս կառույցից պաշտպանել իրենց իրավունքները, որոնք այսօր ոտնահարվում են պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի պատճառով։ Հիշեցնեմ, որ ատոմակայանի աշխատակիցներն առաջինն էին, որ հենց Մեծամորում դուրս եկան բողոքի, երբ պարզեցին, որ հունվար ամսվա աշխատավարձից պահումներ են եղել։ Աշխատակիցները գործատուից պահանջում են հետևել Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմանը, իսկ այսօր օմբուդսմենին հորդորում կանգնել ոտնահարված իրավունքներով մարդկանց կողքին։ Գրասենյակի նիստերի դահլիճում օմբուդսմենի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը խոստացավ ուսումնասիրել դիմումը եւ հնարավորինս շուտ պատասխանել։ Մենք ուզում ենք հիմա լավացնենք։ Ես չեմ ուզում իմ աշխատավարձից 30,000 դրամ ամսական գանձվի, չգիտեմ ուր։ Այդ է մեր պահանջը եւ ակնկալում ենք ձեր։ Մենք ակնկալում ենք պարոն Անդրեասյանի ոչ միայն պրոստա հայտարարություններով եւ մենք ակնկալում ենք նրա աջակցությունը, օգնությունը։ Այդքան բան։ Շատ բարի, ձեր ու մեր մի բան էլ ասեմ, որ մենք որոշել ենք կոնկրետ ձեզ դիմենք, ուղղակի պաշտպանել մեր իրավունքները։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմացածիվ դիրքորոշումը հայտնել է, ինչպես հրապարակային հայտարարություններով, այնպես էլ տարբեր հարցազրույցների ժամանակ։ Հուսով ենք, որ սա համահունչ կլինի ինչպես մարդու իրավունքների գերակայությանը,
այնպես էլ չի խախտի սահմանադրական դատարանի անկախությանը, Մենք էլ որովհետև ուսում ենք։ դատարանը հիմա գործը քննում է եւ ցանկացած հայտարարություն կարող է ուղղորդող լինել։ Մի կաշկանդեք, որ ձեր որոշումը կարող է ազդի սահմանադրական դատարանի վրա։ Դուք ձեր որոշումը պարզապես ասեք։ Այդ պրեցեդենտը կա։ Երբ ղեկավարը ձեզ այդ իրավունքը տվել է։ Արդեն դրսում աշխատակիցները մեզ ասում էին, որ իրենց գործատուն իշխանություններից ճնշում է ստացել աշխատավարձ պահելու համար։ Ինքը տեղեկացված էր, բայց ինքը ասեց, որ ինքը ուրիշ ելք չունի, ասեն մենք տենց հասկացանք, որ ինքն իր վրա ճնշում է գործարկում, ինքը պետք է ոնց որ ստիպաբար մեզնից այդ գումարը վերցնի։ Մենք թույլ չենք տա, տղերք, որ մեր հետ վարվեն այնպես ինչպես մետրոպոլիտենի այդ 3 աշխատողների հետ։ Փառք ու պատիվ իրենց։ Փառք ու պատիվ այն տղաներին, որոնց հեռացրել են աշխատանքից իրենց պայքարի շնորհիվ։ Եվ կոչ եմ անում այսօր մետրոպոլիտենի աշխատակիցներին, ոտքի կանգնեք, պաշտպանեք ձեր իրավունքը, թույլ մի տվեք, որ ձեզ հատ-հատ կոտրեն։ Ատոմակայանի անձնակազմը, ամենայն դեպս ատոմակայանի երիտասարդները պինդ են, և մենք թույլ չենք տա, որ մեր հետ այդպես վարվեն։ Այդուհանդերձ ատոմակայանի աշխատակիցները վստահեցնում են, որ անկախ ամեն ինչից ատոմակայանը կաշխատի անվտանգ եւ գործադուլի չեն դիմի։ Ատոմակայանը պետք է աշխատի, անկախ ամեն ինչից, անկախ դրանից, ինչպիսի քայլերի մենք կդիմենք։ Դա կախված է իհարկե իշխանության պատասխանից, անկախ ամեն ինչից, ատոմակայանը կաշխատի եւ կաշխատի անվտանգ, քանզի այստեղ հավաքվածները առաջի հերթին մենք ավելի շատ ենք մտածում այդ անվտանգության համար եւ այդ անվտանգությունը ապահովելու համար։ Ամենաշատը մենք ենք մտածում, ցավոք սրտի երևում է ավելի շատ, քան մեր երկրի ղեկավարները։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ Ազատության ստուդիայում հյուրընկալել ենք ատոմակայանի աշխատակիցներ Բալայան Արմենին, ով ճարտարագետ է աշխատում որպես ատոմակայանում, եւ Զարգարյան Գարիկին, նա արտադրամասի հերթափոխի պետն է։ Բարև ձեզ, շնորհակալություններ հրավերը ընդունելու համար։ Մենք լսում էինք այսօր ձեր ցույցի ընթացքում հնչեցրած կոչերը, որ դուք ստրուկ չեք։ Արդյոք սա նշանակում է, որ դուք համարում եք դուք ձեզ ստրկացված եք զգում հաշվի առնելով, որ իշխանությունը այս որոշման արդյունքում վերցնում է ձեր ձեռքից ձեր իսկ քրտինքով աշխատած գումարները, աշխատավարձը։ Խնդրեմ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Մենք լրիվ անպատրաստ ենք եկել ձեր մոտ եւ այսօր ճիշտ ասած ոչ մի ցանկություն չկար ելույթ ունենալու եւ նկարանվելու։ Սակայն գնահատելով այն աշխատանքը, որը անում է Ազատություն ռադիոկայանը մեր ազգի համար, պարզապես չենք կարողացել մերժել ձեր հրավերը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ ձեզ ձեր գործունեության համար։ Շնորհակալություն։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր հարցին, խնդրում եմ կրկնեք, հա։ Դուք անձամբ հենց դուք նշում եք, որ մենք ստրուկ չենք եւ չկա օրենք, որը մեզ կարող է ստրկացնել։ Այո։ Ես մի անգամ այդ պնդում եմ, որ ես ստրուկ չեմ եւ երբեք ստրուկ չեմ եղել, երբեք։ Անգամ սովետական բանակում ծառայելու ժամանակ այն ժամանակ այդ երկրը մեր համար օտար չէր, մեր երկիրն էր, բայց մենք օտարների մեջ էինք։ Այնտեղ ստրուկ չենք եղել։ Հիմա դուք ձեզ այդպես եք Ինչի պետք է մենք մեր երկրում, իսկ սովետությամբ ձեր կարծիքով ասենք ամբողջ ազգը ո՞նց է զգում իրեն։ Ո՞նց է զգում։ Ճնշված, նվաստացած, ստրկացած։ Մարդկա չի բարձրաձայնում այդ պահը, ուղղակի ամաչելով, բայց ես բարձրաձայնում եմ եւ ասում եմ, ես չեմ ամաչում, ես պարզապես հիշեցնում եմ։
որ ստրուկ չենք։ Միայն ստրուկների հետ են այդպես վարվում, որ զորով, պարտադիր ձևով պետք է որոշեն, թե ինչ աշխատավարձ կստանա, ինչ կուտի այսօր, ինչպես պետք է շարժվի։ Մենք ստրուկ չենք։ Մենք օրինական երկրում ենք ապրում, ամենայն դեպս ցանկանում ենք ապրել օրինական երկրում։ Իսկ օրինական երկրում մարդու իրավունքից ելնելով ընդունվում են օրենքներ, որոնք ընդունելի են այդ երկրի մեծամասնության համար եւ ամբողջ ժողովուրդը գոհ եւ ուրախ ապրում է այդ պայմաններում եւ ենթարկվում է այդ օրենքներին։ Բայց երբ որ մի օրենքին, ավելի ճիշտ այդ պարտադիր բաղադրիչին 80%-ը դեմ է, այսինքն մեծամասնությունը դեմ է։ Եվ այդ օրենքը միևնույն է փաթաթում են ժողովրդի վզին, ինչպես կարա մարդ իրան նվաստացած չզգա։ Ամենադեպս մենք փաստում ենք, որ մենք էլ ենք դեմ այդ օրենքի հետ պարտադիր բաղադրիչին եւ կոչ ենք անում իշխանությանը պարզապես սթափվել, անել հետևություններ, ինչ որտեղ ընդունել իրենց այդ սխալը կամ չասենք սխալ, որտեղ իրանք շատ ամբիցիոզ են եւ ասենք բարերը հետևից են կարգում։ Լսել եմ նախագահի 80%-ը դեմ է, բայց այդ 5%-ը անհրաժեշտ է մեր պետությանը։ Պետք է Նրանք չեն ասում պետություն, նրանք չեն ասում պետություն։ Նրանք ասում են, որ այդ ամենը անում են մեզ համար։ Հենց ամենահետաքրքիրը դա է, այսինքն մեզ համար պետք է մեզ ցավցնեն։ Չկա այդպիսի բան։ Եթե մեր համար է, ուրեմն լսեք մեր կարծիքը։ Այսինքն նախ դուք ոչ միայն դեմ եք այդ պարտադիրին, այլ նաև չեք վստահում, որ 20, 30, 40 տարի հետո, երբ որ անցնեք թոշակի, այդ գումարները ետ եք ստանալու։ Ինչ վերաբերվում է վստահելուն, միանշանակ չենք վստահում, անձամբ ես չեմ վստահում, միանշանակ։ Սակայն ով գիտի ինչ կլինի, ասենք 1 վայրկյան հետո կամ 5 րոպե հետո։ Ինչի մասին է խոսքը։ Թող այսօրվա դրությամբ այդ պարտադիր բաղադրիչը հանեն։ Նախագահը ասում էր, որ հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու են 40-ից 80%-ով, հաշվեք, որ ձեր աշխատավարձերը կբարձրանան 35 կամ 75%-ով, այն 5%-ը պետք է տաք պետությանը։ Դուք պետական ծառայող համարվում եք, ձեր աշխատավարձերը բարձրանալու են, թե սա ձեզ չէր վերաբերում։ Մենք պետական ծառայող չենք համարվում։ Այդ բարձրացումները մեզ չի վերաբերվում։ Գործադուլի հետ կապված, խոսենք դուք ասացիք, որ գործադուլի չեք դիմելու, քանի որ ատոմակայանը պետք է աշխատի եւ դա նաեւ անվտանգության հարց է։ Եվ դուք ինքներդ եք առաջին հերթին հասկանում, թե դա ինչ խնդիր է։ Եթե ոչ գործադուլի, ապա ինչ միջոցներով եք պատրաստվում ստիպել իշխանություններին գնալ զիջումների եւ վերադարձնել արդեն իսկ պահված ձեր աշխատավարձերը։ Իդեպ որքան են պահել ձեզանից։ Արմեն ձեզանից 6%-ից ավել դա ներառվել է այս աշխատավարձից։ Դե բարձ ասենք թե մարդիկ կային եւ 60,000-ից ավել են կորցրել։ 60,000 ինչ պահել էին։ Պատկերացրեք մեր երկրում 20,000-ն էլ վաստակել։ Շատ զոր է։ Դա ավելին ասեմ, ստեղ բարձա բոլորին այդ հայտարարությունը, որ վաստակած գումարը ինչ որ մեկը որոշեց ստիպաբար տանի, ընդունելի չի, որովհետեւ Հայաստանը ձգում է բոլորին ցույց տա, որ դա ազատության երկիր է եւ ամեն մեկի կարծիքը հաշվի են առնել։ Եթե այդպեսին եւ իրոք դա տենց է, ուրեմն ասենք թե իրանց դրամադրած 80%-ը, չնայած մենք գիտենք դա ավելին է, քան թե 80%-ին, ձայնը то լսեն, հաշվի առնեն։ Ու ավելին ասեմ, թե խոսքը գնում է ոչ միայն գումարի մասին, չնայած գումարն է հիմա կարևոր, բայց թե մարդը ուզում է իրան ազատ գա։ Շատերը լքում են երկիրը, սենց ասեն լքում են, բախնում են, որտեղ իրանց ձայնը ոչ մեկ չլսում։ Եթե իրանց նպատակը դա է, որ ասենք թե հիմա արտադրամասի ամեն ինչ որ մասնագետ ընտանիք, հա, կորցնի ինչ որ գումարի մի մասը, բարձր այդ ընտանիքը կփորձի պայքարի դրա դեմ, բայց եթե չստացվավ, ինչ պետք է անի։ Ձեզ հարց տվեք, մտածեք, ինչ պատասխան պետք է անի։ Բոլորը պետք է հիմա վազելով գնաց վարտնոց, չէ՞ որ դա երկրի լավ ճամփեն չէ, ասենց ասեմ։
Սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ տեղեկացնել, որ այժմ ստուդիայում հյուրընկալել ենք Ատոմակայանի 2 աշխատակցի, բայց Ազատություն TV ստուդիայում են գտնվում նաև մի շարք այլ աշխատակիցներ, այժմ դուք հնարավորություն ունեք նաև նրանց տեսնելու, ովքեր այժմ եկել են հենց տեղում աջակցելու հարցազրույց տվող իրենց գործընկերներին։ Իդեպ Գարիկ, դուք մենք լսեցինք, տեսանք տեսանյութում, որ դուք նաև ձեր աջակցությունն եք հայտնում մետրոպոլիտենի աշխատակիցներին։ Ես տեղեկացնեմ մեր հեռուստադիտողներին, որ պարտադիր կൂട്ടակայինի օրենքը ձեր վրա չի տարածվում, քանի որ դուք ավելի մեծ եք տարիքով։ Նույնը նաև Գևորգյան Անդրանիկի հետ էր կապված, ում հանեցին մետրոպոլիտենից։ Նրան նույնպես չէր վերաբերում այս օրենքը, նա կանգնել էր պարզապես իր գործընկերների կողքին եւ դիմում բողոքները պարզապես բարձրացրել էր մետրոպոլիտենի տնօրինության մոտ նրանց ներկայացնելով։ 2 օր հետո այդ բողոքի ակցիայից հետո նրան ազատեցին աշխատանքից։ Արդյոք դուք չունեք այդ նույն մտավախությունը, որ նրանք, ովքեր այսօր ցույց էին կազմակերպել, բավական կոշտ հայտարարություններ էին անում, վաղը կարող են զրկվել իրենց աշխատանքից։ Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք ազատ անկախ Հայաստանում եւ քաջ գիտակցելով, թե ում հետ գործ ունենք եւ ունենալով որոշակի փորձ, ես քաջ գիտակցում եմ, որ ինձ կամ որևիցե մեկին կամ մի խումբ աշխատակիցներին շատ հնարավոր է, որ հեռացնեն աշխատանքից կամ կիրառեն ինչ-որ այլ տեսակի ճնշումներ։ Ես քաջ գիտակցում եմ դա։ Սակայն ես միշտ լինելով ազատ եւ ազնիվ մարդ, պարզապես չեմ վախենում այդ ամենից եւ պատրաստ եմ աջակցել իմ գործընկերներին եւ ընկերներին մինչեւ հաղթանակ։ Քանզի ես լիովին դեմ եմ այս օրենքին, ավելի ճիշտ է պարտադիր բաղադրիչին։ Եվ պարզապես չեմ վախենում, եւ կոչ կանեմ ընդհանրապես մեր ժողովրդին, որ պատկերացնեն, էլի, ով է մեր իշխանությունը։ Մերպես մարդիկ են, էլի։ Մերպես մարդիկ են։ Փառք Աստծո, ոնց որ մեր ազգից են, էլի հայ են։ Նույն մսից ու արյունից չեն։ Թող սթափվեն։ Ով են իրենք։ Չի պետք է այս աստիճան ասենք իրանք զորբայությունով ամեն ինչի հասնեն։ Ես ազատ քաղաքացի եմ, ես իմ երկրում եմ։ Իմ պապերը այս երկրում են ապրում։ Ես տոհմածառ ունեմ 1600 թվականից սկսած։ Չի պետք է այսօր ինչ-որ մեկը ինձ պարտադրի, որ ես զզվեմ իմ երկրից, իմ իշխանությունից։ Ինչի։ Չէ՞ որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, լավ ժողովուրդ։ Եվ թող լավ իմանան։ Հայը պայքարող է։ Են ռուս մեդվեդի մասին են խոսում, բայց հայը պակաս պայքարող չի։ Եվ երբ որ հայը արթնանա, շատ վատ կլինի։ Ես չեմ ուզում, որ դրան հասնի։ Հաշվի առնելով, ասենք, մեր աշխարհաքաղաքական դիրքը, չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ իշխանական ինքնաթիռը, քանի որ զադնի չունի, մերն էլ չունի, մենք էլ չունենք զադնի։ Ես չեմ ուզում, որ ուրիշ հարցեր լինեն, ինչի համար։ Չէ որ կարելի է պայմանավորվել, հասկանալ իրար, զիջումների գնալ։ Չի կարելի։ Հիմա ինչ եք պատրաստվում անել, ինչպես եք իշխանություններին համոզելու, ստիպելու, եթե գործադուլը դուրս է գալիս։ Ինչ էլ անենք մենք, կլինի օրենքի շրջանակներում։ Նախ եւ առաջ, հաշվի առնելով, որ մենք աշխատում ենք ատոմակայանում եւ քաջ գիտակցելով, թե ատոմակայանը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որ մենք ամենաէժան էլեկտրոէներգիան ենք արտադրում Հայաստանում, հաշվի առնելով այդ ամենը, մենք կարանք փաստենք, որ ատոմակայանը կաշխատի եւ կաշխատի անվտանգ։ Թե ինչ միջոցների մենք կդիմենք, արդեն կախված է մեր իշխանությունից։ Այսօր դուք դիմել եք մարդու իրավունքների պաշտպան։ Այո, այն փաստը, որ ատոմակայանը կաշխատի անվտանգ, այդ հարցը կարելի անգամ չշոշափել, որովհետև յուրաքանչյուրս, ովքեր որ այսօր եկել են մարդու իրավունքների պաշտպանի մոտ եւ ովքեր որ մասնակցել են բոլոր ցույցերի, բոլոր ակցիաներին, այդ յուրաքանչյուր աշխատողը այնքան մի հատ կուլտուրա է պարունակում իր մեջ անվտանգ շահագործելու, այնքան կուլտուրա կա այդ յուրաքանչյուր աշխատողի մեջ, որ մեր ազգը կարող է հանդիստ քնել եւ իմանալ, որ ատոմակայանը անվտանգ կաշխատի։
Իսկ ինչու դիմեցիք։ Ամենաառաջի բանվորից մինչև տնօրեն բոլորը գիտակցում են դա։ Պարզապես մեծ իշխանությունը այնպեսի ռանկեքի մեջ է դնում, որ մենք այլընտրանք չունենք։ Ես այսօր էլ ասեցի, որ իշխանությունը տարիներ շարունակ գործադուլ է անում։ Ինչ է նշանակում գործադուլ։ Գործադուլ նշանակում է չկատարել քո պարտականությունները, գործադուլը նշանակում է, ասենք, կատարել այդ պարտականությունները վատ։ Մեր իշխանությունը գործադուլ է անում։ Գործադուլ, սեփական ժողովրդի հանդեպ գործադուլ։ Երբ որ իշխանությունը այդպես է վարվում, նա պարզապես ցույց է տալիս մեզ ճանապարհը։ Ասենք, չէ՞ որ ցանկացած քաղաքացի ուզում է նմանվի իր երկրի ղեկավարին, ղեկավարներին։ Ուզում է, չէ՞, թե լավ ղեկավարը ուզում է նմանվի։ Նրանք հուշում են մեզ, թե ինչ պետք է անենք։ Գարիկ, դուք դիմել եք մարդու իրավունքների պաշտպանին։ Ուրեմն ես չեմ պնդում եւ չեմ ասում, որ մենք կանենք այսպես կամ այնպես։ Հասկանալի։ Որովհետեւ ես միայնակ չեմ։ Մենք բոլոր դեպքում պետք է խորհրդակցենք։ Իսկ մենք մարդու իրավունքների պաշտպանի մոտ գնալուց հետո դեռ Ինչու որոշեցիք, ես այդ հարցն եմ ուզում ձեզ տալ, ինչու որոշեցիք հենց նրան դիմել, այնտեղ ցույցը կազմակերպել, ինչու չգնացիք պետական։ Մարդու իրավունքների պաշտպանը դա այն միակ կառույցն է մեր պատկերացմամբ, միակ պետական կառույցն է, որը, ասենք, լսում է իր ժողովրդին եւ ժողովրդի ձայնը հաշվի է առնում եւ ինչ-որ ձևով արձագանքում է։ Որովհետեւ մենք եղանք ազգային ժողովի այդ դարպասների մոտ, միայն ընդդիմադիր падգամավորները դուրս եկան եւ լսեցին մեզ։ Մենք եղանք հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ, ոչ մեկ դուրս չեկավ։ Բոլոր այդ վայրերում դուք մասնակցել եք այդ ցույցերին։ Այո, մենք մասնակցել ենք, այո։ Կառավարության շենքի մոտ ենք եղել մի քանի անգամ, կրկին անգամ ոչ մեկ դուրս չի եկել։ Եթե, ասենք, վարչապետի օգնականը մեկ-մեկ դուրս է գալիս ժողովրդի մոտ եւ այդ նամակների բաժնի պետը ինչ է։ Այո։ Դուրս է գալիս, ապա մեր մոտ անգամ այդ աշխատողը դուրս չեկավ։ Այսինքն կամ մեզ հաշվի չեն առնում, մեզ նկատի ունեմ ամբողջ այս դեմ շարժումը։ Ոչ միայն ատոմակայանի աշխատողներին։ Մենք սկզբից ի վեր, ասենք, մասնակցում ենք առաջ օրվանից։ Հիմա այսինքն դուք սպասում եք, որ մարդու իրավունքների պաշտպանը ինչ անի։ Կոնկրետ ինչ եք սպասում նրանից։ Ինչ է, դա ոնց որ իրազեկումներ մեր, ոնց որ սենց ասեմ, էլի, վերջի կամ նախավերջի իրազեկումներ, որ մի քիչ լուրջ վերաբերվեք մեզ։ Իմաստը դա է։ Իսկ ինչի մարդու իրավունքներ ասեցինք, որովհետև եթե մենք գնայինք կառավարության շենքի մոտ կամ նախագահի նստավայր, մեր պարզապես չեն լսելու։ Կարող ենք ասել, որ այժմ դուք դեռ սպասում եք իշխանությունների քայլին, այսինքն հավատում եք, որ նրանք ի վերջո այս օրենքից կհրաժարվեն, ոչ միայն ամբողջ օրենքից, այլ կոնկրետ այդ պարտադիր կൂട്ടակայինի բաղադրիչից, պարտադիր բաղադրիչից կհրաժարվեն։ Դուք դեռ հավատում եք, որ իշխանությունը կգնա զիջումների, հաշվի առնելով նախագահ Սերժ Սարգսյանի հստակ ուղերձը։ Ես սատարում եմ այս որոշումը։ Հարցը հասկանալի է, ուրեմն անկախ նրանից հավատում ենք թե չէ, մենք հույսով ենք ուղղակի հույսով ենք, դա կլինի ամենախելամիտ եւ ճիշտ լուծումը։ Եվ վերջին հարցը, մոտավորապես քանի հոգու վրա է տարածվում այս պարտադիր կൂട്ടակային օրենքը ատոմակայանի աշխատակիցների նկատի ունեմ։ Տարածվում է 586 կարծեմ, հա, ճիշտ եմ ասում, տղերք, 586 աշխատակցի վրա, որը մոտավորապես կազմում է աշխատողների 1/3-ը։ Մոտավորապես։ Եւ նրանց կարելի ասել սոցիալական վիճակը կտրուն կընկել է, հաշվի առնելով, որ բավական մինչև 60,000 մարդիկ ավելի քիչ աշխատավարձ են ստացել։ Զգալի։ 60,000, 20,000, իդեպ գիտեք հետաքրքիր որն է, ասենք, ինչ տարբերություն 30,000-ով է զրկվում, թե 6,000-ը, որտեվ 120,000 ստացող աշխատողը զգում է իր գրպանի անգամ 1000 դրամը կամ 2000 դրամի պակասությունը։ Եկեք ոչ միայն նշենք, ասենք, թե գումարի չափսը, ստե որպես երևույթ, նորից ասեմ, եթե մարդիկ արդեն այդ քայլին դիմեցին, ուրեմն իրանց անհրաժեշտ է գումար հավաքել մարդկանցից, հա, ու իրանք դիմում են ամենակոշտ ճանապարհը, այս անգամ ասենք թե վերցնենք 6%-ը, եթե իրանք կարողանան հաջողեն
ստանան այդ 6%-ը, ես չեմ կարծում թե հաջորդ անգամ իրանց գումարը փնտրելուց ինքը չմտածի, կարելի է ասենք թե 6-ը դարձնել 66, sense վերցնել։ Դա ստացվում է ինչու ոչ։ Մենք էլ գիտակցում ենք դա։ Սա ասենք թե իրանց կողմից ոնց որ սկիզբն է, ու որպես երևույթ, բարձր ասենք թե ոչ մի ազատ քաղաքացին դա չի կարա։ Եվ ձեր կոչը որն է իշխանություններին։ Իշխանությանը կոչ ենք անում սթափվել, հաշվի նստել սեփական ժողովրդի հետ, դա ասենք ամոթ չի, եթե իշխանությունը ընդունի, որ պետք է ժողովրդի հետ հաշվի առնել։ Եվ կոչ ենք անում այս ամսվա աշխատավարձը, այդ 10%-ները, մեկի համար 10%, մյուսի համար 9, մյուսի համար 7, թող վերադարձնեն ժողովրդին։ Գոնե հարգեն սեփական երկրի սահմանադրական դատարանը։ Վերադարձնեն, սահմանադրական դատարանի որոշումից հետո արդեն կտեսնենք եւ կգործենք ըստ այդմ։ Իսկ հիմա թող վերադարձնեն այս ամսվա տարածը, թող վերադարձնեն մեզ։ Եղավ շատ շնորհակալություն Գարիկ, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ Ազատություն TV ստուդիայում հյուրընկալել էինք Զարգարյան Գարիկին, նա ատոմակայանում աշխատում է որպես արտադրամասի հերթափոխի պետ, եւ Բալայան Արմենին, ով ճարտարագետ է ատոմակայանում, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար, եւ հիշեցնեմ, որ այստեղ Ազատություն TV ստուդիայում նաեւ իրենց գործընկերներին աջակցելու են եկել մի խումբ այլ աշխատակիցներ, շարունակում ենք ծրագիրը։ Եվ այսպես ուղիղ 1 տարի առաջ այսօրը փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, պաշտոնական տվյալներով հաղթեց Սերժ Սարգսյանը, ստանալով ավելի քան 58% ձայն։ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, ով ստացավ ձայների մոտ 37%-ը, չընդունեց ընտրությունների արդյունքները, հայտարարելով, որ համատարած կեղծիքներ են տեղի ունեցել։ Ուղիղ 1 տարի առաջ դեպի ապահով Հայաստան կարգախոսի ներքո նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ խոստումներ տվեց։ Մասնավորապես ապահով Հայաստանում պետք է ստեղծվեին ապահով աշխատատեղեր արժանապատիվ վաստակով, սակայն այս տարվա հունվարին պարտադիր կൂട്ടակային համակարգի պատճառով արդեն իսկ աշխատող 250,000 մարդու աշխատավարձ կրճատվեց 5-ից 13%-ով։ Այս ամենից բացի թանկացավ գազն ու էլեկտրաէներգիան, իսկ նախագահական ընտրություններից անմիջապես հետո պարզվեց, որ թանկացած գազի համար Հայաստանը $300 միլիոն պարտք է կուտակել։ Սերժ Սարգսյանը խոստացել էր նաև, որ գնում է Եվրամիության հետ ասոցացվելու, սակայն արդյունքում մտանք Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն։ Ինչ էր խոստացել Սերժ Սարգսյանը եւ ինչ ունենք այսօր, ամփոփում է Անուշ Մարտիրոսյանը։ Ուղիղ 1 տարի առաջ այսօրը թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե անձամբ ինքը քվեարկել է մեջբերում ապահով Հայաստանի համար։ Քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար։ Ինչպես են գնահատում քաղաքացիները նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեության երկրորդ ժամկետի առաջին տարին։ 80%-ը դժգոհ է ժողովրդի։ Էլ ես ինչ գնահատական տամ։ Բոլոր դեպքերում, երբ որ նայում եմ շուրջս, ինձ թվում է առայժմ մեր երկում վատ չի։ Դուք ուսուցչուհի եք։ Այո։ Օգնել ենք արդեն այդ ամեն ինչից։ Նորմալ է։ Դուք ձեզ ապահով զգում եք երկրում։ Այո։ Գոչ եմ դրա համար, որ մեծերին տարիքավոր թոշակառու մարդկանց չեն նայում, խոստումները ինչի չեն կատարում, ինչի չեն նայում։ Ձեր դժգոհությունը կապված է միայն սոցիալական հարցերի։ Սոցիալական հարցը, միայն ու միայն սոցիալական հարցն է հիմա, ուրիշ բան չկա։ Կարևորը սոցիալական նույն հարցը, նույն պատասխանը ես կտամ։ Բոլորը սոցիալական հարցով են տարածում։ Այսինքն ապահովություն չեք զգում։ Չէ։ Գալու անեսմիպա, որ սա Հայաստանը դադարգվել է։ Անկեղծ ասած, եթե ես լավ գնահատեի, կապրեի այս երկրում, իմ երեխայի ապագան կտեսնեի այս երկրում։ Միայն այն փաստը, որ ես ընդհանրապես գալիս եմ Հայաստան հյուր, իմ քույրը գալիս է Հայաստան հյուր, վկայում այն մասին, որ մենք գոհ չենք եւ բնականա չենք էլ տեսնում ես այս երկրում, քանի դեռ կառավարող կուսակցությունը ՀՀԿ-ն է, այդքան բան։ Ես ինքս աշխատել եմ մարդու իրավունքների ոլորտում միջև այդ եւ հիմա եւ ես ակնհայտ ռեգրես եմ տեսնում բոլոր առումներով։ Եթե 10 բալանոց սանդղակով գնահատեք Սերժ Սարգսյանի գործունեությունը, ինչ թվանշան կնախընտրեք։ -5-ի կողմերը։ Երևի երկուսն է շատ լինի։ Միայն 0։ Նախագահի պաշտոնը ստանձնելով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիրում իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների առջև ձեռքը դրեց Հայաստանի սահմանադրության մայր օրինակի եւ վեհամոր աստվածաշնչի վրա ու երդվեց։ Անվերապահորեն կատարել սահմանադրության պահանջները, հարգել մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Եթե սահմանադրության մասն ենք խոսում,
նույն առաջին հոդվածի են կետերը ժողովրդավարական, սոցիալական եւ այլ պետություն, սա բոլորին ակնհայտ է, որ այդ կետերը չեն կատարում։ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էլ դրա վառ ապացույցն էր։ Լավ տանտերը իր ընտանիքի անդամներին պետք է սիրի։ Եթե չի սիրում, ուրեմն տան ղեկավար չի։ Նախագահի երդման տեքստում ներառված է նաև Հայաստանի անկախությանը վերաբերող պարտավորություն։ Ապահովել հանրապետության անկախությունը չի համընկնում անկախության պահպանման, նկատի ունեմ, ասենք, նույն Մաքսային միության հետ հայտարարությունը, գազի պայմանագիրը, այսինքն եթե նախագահն ասում է, այդ 80%-ը վաճառել են, 20%-ն էր մնում, այդ նույնը ոնց որ գիտեք, ասենք, մեծ հայքի 90%-ը սկզբունքորեն հանձնած է, չէ՞, թուրքերին, 10%-ն է կազմում, 30,000, ասենք, 90% հանձնել ենք, 10% էլ հանձնենք, վերջացնենք, էլ ինչ է փոխվում։ Սենց հռետորական արդ։ 2013 թվականի մարտի 18-ին նախքան երթումը Սերժ Սարգսյանն ասել էր, այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, իսկ օրերս Երկրապահ կամավորական միության համագումարում նա հայտարարեց, թե տնտեսական աճը 3.5% է։ Եվս 4 տարի մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը Սերժ Սարգսյանը կմնա նախագահի պաշտոնում։ Ինչ ասեմ, եթե մենք այսքան թույլ լինենք, իհարկե կարողանա։ 2013-ի փետրվարի 18-ի ընտրություններից հետո ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը չընդունելով Սերժ Սարգսյանի հաղթանակը հացադուլ սկսեց Ազատության հրապարակում, որին հաջորդեցին մարզային հանրահավաքները։ Ապա Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ապրիլի 9-ին այլընտրանքային երթում տվեց, որից հետո երթ կազմակերպեց դեպի նախագահի նստավայր։ Սակայն Բաղրամյան պողոտային ոստիկանության եւ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ուղևորվեց Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանք աղոթեցին։ Այս աղոթքը շատերի կողմից քննադատվեց։ Վերոհիշյալ իրադարձություններից գրեթե 1 տարի անց այսօր Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ վերսկսում է պայքարը, նախկինում գործած սխալներից դասեր քաղած։ Մանրամասները Հովհաննես Մովսիսյանի տեսանյութում։ Ռաֆի Հովհաննիսյանը պայքարի նոր շրջան է սկսում։ Այսօր ներկայացնելով իր տարեկան ուղերձը նա ասաց, որ մեկնարկում է Հայաստանի ազատագրման համար պայքարը եւ այս անգամ առաջադրված նպատակին հասնելու է, քանի որ նախկինում թույլ տված սխալներից դասեր է քաղել։ Նա կոչ արեց, որ ամեն ոք ոչ թե բողոքի, այլ պատրաստ լինի պայքարի, պետք է ձևավորել պայքարի միասնական հրապարակ, ասաց նա։ Անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն, քաղաքական եւ քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ, հանուն Հայաստանի Հանրապետության, մեր ազատության, ինքնիշխանության եւ ազգային շահի։ Հովհաննիսյանը խոստովանեց, որ կարոտել էր քաղաքացիներին, ամփոփելով վերջին 1 տարին նա ցավով փաստեց էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացումները, խոսեց կենսաթոշակային նոր համակարգից, կայանատեղիների վճարներից եւ 1 բառով այս ամենը բնութագրեց որպես ռեկետ։ Հովհաննիսյանը իր ելույթում ներկայացրեց նաեւ նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում իր արած սխալները։ Նա նշեց, որ արդեն պարզ է, ներկայիս ընտրական համակարգով իշխանափոխություն հնարավոր չէ, հարկավոր է այլ մոտեցում։ Խոսեց նաև միջազգային կառույցների զեկույցներից, ասելով, որ դրանք պարզապես ամեն անգամ արձանագրում են 1 քայլ առաջընթաց եւ աչք են փակում իրական խախտումների վրա։ Անդրադարձավ նաև հետընտրական զարգացումներին, նշելով, որ չկարողացան օգտագործել հնարավորությունը եւ ժողովրդի մեջ կուտակված մեծ դժգոհությունը չվերածեցին առարկայական պայքարի, բայց առաջիկա պայքարով կքավեն մեղքերը, խոստացավ Հովհաննիսյանը։ Ժառանգությունը եւ ազատ անկախ Հայաստանի մյուս ռահագիծները չեն լքել մարտադաշտը։ Վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու ել ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը դագադին հաղթահարված չէ։ Սա է զատնի չկայի գերահար գամոնը։ Նա անդրադարձավ նաև վերջերս Սերժ Սարգսյանի երկրապահների համագումարի ժամանակ արտահայտած մտքին՝ միայն զենքով կա փրկություն։ Ատելության չափաբաժինը այնքան
խտացվել է, բարձրացել է մեզ մոտ եւ հիմնական պատասխանատուն նա է, որ շատերը մտածում են այդ խոսքի իգադարացման մասին։ Եվ քանի դեռ ուշ չէ, եւ դակավին չենք մոտեցել վտանգավոր եւ անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին։ Իդեպ սպասվում էր, որ այսօր Ռաֆի Հովհաննիսյանը ուղերձով պետք է հանդես գար Ազատության հրապարակում, մինչդեռ ընտրեց Երևանյան հյուրանոցներից մեկի դահլիճը։ Այն հարցին, թե արդյոք փոշմանել են, քանի որ քիչ մարդ կհավաքվեր հրապարակում, Հովհաննիսյանը ասաց, որ հանրահավաք չեն ցանկացել անցկացնել։ Ազատության այն հարցին, թե արդյոք Ժառանգությունն առաջիկայում հանրահավաք կհրավիրի, նա պատասխանեց. Գարնան որևէ մի օր եւ արդեն հանրահավաքներ կան ու կան։ Ես կարծում եմ, որ այն որակը, որ մենք տեսնում ենք պատկերացնում, դա ոչ միայն քանակի, այլ որակի նոր բանջարկ է, եւ մենք կտեսնենք ոչ միայն գլխավոր հրապարակը, այլ մեր բոլոր խաչմերուկները, մեր բոլոր օջախները։ Իդեպ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին Ռաֆի Հովհաննիսյանը ներկա կգտնվի։ Իսկ իր այսօրվա ուղերձն այսպես եզրափակեց. Արժե ապրել մինչև ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ։ Միայն միությամբ կա հայոց փրկություն։ Նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարուր Հայրիկյանն էլ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել։ Նա գնահատել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին, ընդգծելով, որ գործող նախագահի վարած քաղաքականությունը ուղղակի արհամարանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Մանրամասնում է Էլեն Չիլինգարյանը։ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը գնահատելով 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին հայտարարեց, որ իշխանությունները վարում են ժողովրդի նկատմամբ արհամարհական քաղաքականություն։ Ես մասնավոր խնդիրների վրա կանգ չեմ առնի, եւ այդ կൂട്ടակայինը, եւ ընդհանրապես ընդհանուր ուղղությունը, որքան հեռանում են մարդուց, քաղաքացուց, այնքան մոտենում են բռնապետությանը։ Մենք տեսանք ինչպիսի դավաճանական մոտեցում կա քաղաքացու նկատմամբ, առանց անել հազիվ ծայրը ծայրին հասնող քաղաքացուն ստիպում են մեծ գումարներ վճարել գազի համար։ Մեր պետությունը որդեգրել է հայրենիքին, հայրենիքի տիրոջը քաղաքացիներին արհամարհելու քաղաքականություն, ընդհանուր բառով դա կարելի ասել։ Քաղաքացիների կարծիքը արհամարհելու գագաթնակետը Հայրիկյանը համարում է Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու մասին նախագահի հայտարարությունը, դա որակելով որպես ռուսական իմպերիալիզմի քաղաքականությանը ընդառաջ գնալու քայլ։ Ակնհայտ ազգային շահեկան դիրքորոշումից հրաժարվել է։ Դա դավաճանություն էր սեփական հայտարարությունների նկատմամբ, դավաճանություն էր եվրոպական ժողովրդական կուսակցության հետ կնքած համաձայնագրերի այդ հայտարարությունների նկատմամբ։ Ես չեմ ուզում իրենց քաղաքականության մասին խոսել։ Ես գիտեմ, որ սխալ են իրենք, սխալ ուղու վրա են, եւ այդ սխալը հասկանում եմ, որ թելադրված է իրենց, պարտադրված է։ Ըստ նախագահի նախկին թեկնածուի այսօրվա վարած քաղաքականությունը չի բխում ինքնիշխան Հայաստանի շահերից։ Եթե անցյալ 5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն իրեն գոնե ակնհայտ ընդգծված բացասական որևէ բանով չդրսևորեց, թե մարտի 1-ին ինքը վարչապետ էր, ապա այս 1 տարվա ընթացքում ինքը արեց ամենաբոլոր բացասական բաները, որ կարող էր անել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը։ Այսօր հանրահավաքի ժամանակ ազգային ինքնորոշում կուսակցությունը հայտարարեց փետրվարի 18-ը ազատության օր ազդարարելու մասին։ Նշենք, որ 1921 թվականի այդ օրը Երևանում տեղի է ունեցել հակաբոլշևիկյան ապստամբությունը։ ԱԻՄ ղեկավարը հավելեց, որ համապատասխան հայտարարությունը հանձնելու են նաև կառավարությանը։ Ռուսական հակաբոլշևիկյան հաղթական ապստամբության տոնը։ Պարտադիր կուտակային համակարգին շաբաթ օրը անդրադարձել էր նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ասելով, թե դրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ չէր կարող պատկերացնել մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդը աղքատ է։ Քննադատելով իշխանություններին Ծառուկյանը, սակայն այդպես էլ չէր հստակեցրել ի վերջո իր ղեկավարած Բարգավաճ Հայաստանը ընդդիմություն դառնալու է, թե ոչ։
պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ծառուկյանը ասել է միայն, որ պատրաստ է ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի, քանի որ չի կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է երկիրը օրեցօր թուլանում։ Հանրապետականն այսօր հեգնել է Ծառուկյանի այս խոսքերին եւ ասել, թե մի քիչ վախեցել է։ Թեման շարունակում է Իրինա Հովհաննիսյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության շաբաթ օրվա համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատական ելույթը ամենևին չի մտահոգել իշխող Հանրապետականին։ Հանրապետականում համոզված են, որ Ծառուկյանն ընդամենը բարի ցանկություններ է հայտնել։ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը, հիշեցնենք, հայտարարելով, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած Հանրապետությունում իրականացվող տնտեսական ու սոցիալական անպտուղ քաղաքականության պատճառով, երկրի հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկեց կազմել միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ։ Ծառուկյանը հավաստիացրեց, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի։ Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեծ զրույցում հեգնանքով արձագանքեց հարցին, թե արդյոք Հանրապետականը մտավախություններ չունի Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված։ Հանկարծ ասած վախեցած ենք, բայց մտահոգված չենք։ Սահակյանը Ծառուկյանի ելույթում առանցքային շեշտադրումներ չի տեսնում։ Տեսնում է նույն իր բնորոշման բարի ցանկությունները, որ մշտապես հնչեցնում են եւ ԲՀԿ առաջնորդը եւ կուսակցության ներկայացուցիչները։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է կուսակցությունը ընդդիմադիր չհռչակել։ Պետք է այդ հստակ գիծը քաշի։ Ընդդիմություն են կամ չենք։ Եթե այլընտրանք ենք, ապա այդ այլընտրանք կոչված, ասածը որն է եւ որտեղ է տարածվում։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի հնչեցրած քննադատություններին, համագումարում նա բավական խիստ խոսեց կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին, հայտարարելով, որ ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ինքը չի էլ պատկերացնում։ Հովհաննես Սահակյանը հակադարձեց, որ 2010-ին այս օրենքն ընդունելու ժամանակ Բարգավաճը իշխանության մաս էր, սոցապ նախարարը այդ կուսակցությունից էր եւ այն ժամանակ ընդհակառակը նրանք գովաբանում էին համակարգը։ Ես չեմ հիշում, որ որևիցե մի անգամ թե իրենց քաղաքական թիմը քննադատություն հնչած լինի, կառավարությունը որևէ տեսակետ լինի հնչեցրած, որևէ նախարար սրա առումով հրաժարական հնչեցրած լինի, ասեմ ավելին, իմ գործընկերներից հնչեցնում է, որ սա մենք պետք է անպայման անենք եւ գովերքում են եւ ներկայացնում են եւ այլ եւ այլ։ Ոստի մեկնաբանությունները եւ հետեւությունները թողնում են ձեզ եւ մեր ժողովրդին։ Մինչ Հանրապետականը վստահեցնում է, որ հանգիստ է վերաբերում ԲՀԿ-ականների այսօրվա կեցվածքին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ Բարգավաճը էվոլյուցիա է ապրում։ Կհամարեի ԲՀԿ-ի համակումարը եւ Ծառուկյանի ելույթը որպես մի հերթական հանգրվան այդ էվոլյուցիայի ճանապարհին, որը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերլուծությունը մի սուարյուն է ստանում։ Կա այդպիսի մեկնաբանություն մամուլում, որ Ծառուկյանը իր այս ելույթով թերևս ոչ իշխանական ուժերի միասնական վարչապետի տեխնացու դառնալու հայտ ներկայացրեց։ Դուք համամիտ եք եւ ձեզ համար ընդունելի է նման սցենարը, որ օրինակ Ծառուկյանը դառնա վարչապետ։ Գիտեք, այդ նպատակն է Սերժ Սարգսյանի ռեժիմի ապամոնտաժումը, դրա համար ինչ որ հնարավոր է մենք կանենք։ Եթե դուք հարցում եք ինչ կլինի կառավարության անվստահության հասնելուց հետո, փաստը մնում է փաստ, կառավարությունը հանցագործություն է կատարել, նա խախտել է սահմանությունը։ Եվ արդեն միայն դա բավարար է, որ ցանկացած ազնիվ պատգամավոր անվստահություն հայտնի այս կառավարությանը, անկախ նրանից, թե դրանից հետո ինչ է լինելու։ Իսկ եթե մենք հասնենք դրանից հետո մեր քայլերը, ես վստահ եմ, որ մենք համագործակցելով, խորհրդակցելով միասնաբար կարող ենք մշակել նաև հետագա քայլերը։ Հիմա դրա մասին խոսել բավարար է, բայց ես ուզում եմ ասեմ, որ ինքնին նման զարգացման հասնել արդեն կլինի բավականին լուրջ նվաճում։ Տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Իդեպ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր արձագանքել եւ օբյեկտիվ է որակել Գագիկ Ծառուկյանի ելույթում հնչեցված գնահատականները։ Ուստի Լևոն Զուրաբյանին հարցրեցի. ԲՀԿ-ի այս համագումարի Ծառուկյանի ելույթի եւ ընդհանրապես ԲՀԿ-ի թիկունքում շարունակում եք չտեսնել Ռոբերտ Քոչարյանին։ ԲՀԿ-ն ինքնուրույն ֆակտոր է, ընդ որում շատ ավելի հզոր, քան ասենք Ռոբերտ Քոչարյանը այդ թեմայի արձագանքման ես ընդհանրապես համարում եմ, որ այդ թեման ավելի շատ մոգոնված է
այսօրվա իշխանությունների կողմից, այսօր իշխանական քարոզչության մեքենայի կողմից, որովհետև ըստ էության նրանք ասում են հետևյալը։ Նրանք ասում են, տեսեք, այո, մենք ձախողված, տապալված, կոռումպացված իշխանություն ենք, ամեն ինչով վարն ենք, գող ենք, ավազակ ենք, սա ենք, այն ենք, բայց հələ պատկերացրեք, ով է գալիս մեզ փոխարինելու։ Այդ քարոզչությանը ես չեմ օգնելու։ Եթե ամսվա սկզբին իշխող հանրապետականը մերժեց գազային պայմանագրերի ուսումնասիրման շուրջ հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկը, ապա այս շաբաթ բոլորի համար անսպասելի հանրապետականը ինքը նմանօրինակ հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկավ։ Հանրապետականները շտապում են եւ պատրաստ են անգամ առաջիկա քարոզիայում հարցը քննարկման առարկա դարձնել։ Ինչով է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը եւ արդյոք այդ հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն խորհրդարանի ոչ իշխանական ուժերը։ Մանրամասնում է Աստղիկ Բեդևյանը։ Գազային հանձնաժողովի մոլի հակառակորդ հանրապետականը ընդդիմության նախաձեռնությունը տապալելուց մի քանի օր անց նույնանման առաջարկ է անում։ Ավելի վաղ արտահայտած պատրաստակամությունը ազգային ժողովի հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշման նախագծի վերացած 3 հնչեցրել է իր աշխատասենյակում։ Հանրապետականները հանձնաժողովում աշխատելու են հրավիրում խորհրդարանական բոլոր ուժերին։ Մեջբերում եմ 2011-13 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակած պարտքի հիմնավորվածության չափի եւ դրա մարման գործընթացի ուսումնասիրության, Հայռոզ գազարդի բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրության, բնական գազի այլընտրանքի ներկրման, նաև Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորություններն ուսումնասիրելու համար։ Այդ դեպքում ինչու մերժեցին գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունների նույնանման առաջարկը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, մինչև ներկայացնելը չէին քննարկել մեծամասնության հետ։ Հանրապետական Գալուստ Սահակյանը կարծում է, նաև նախագծերի լուրջ տարբերություն կա, իրենցն ավելի պրոֆեսիոնալ է։ Սկսած գազի որակից, վերջացրած այն ամենամեղ, որտեղ մտածում են ինչ-որ խնդիրներ կարող է եղած լինի, ամեն ինչը ընդգրկված է։ Երբ հանրապետականն ամսվա սկզբին տապալեց նախաձեռնությունը, ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ նրանք այդ քվեարկությամբ ապացուցեցին, հանցավոր գործարք են թաքցնում։ Գալուստ Սահակյանն այսօր ասաց. նախագծով ասում ենք, խնդիրներ համոզված ենք չունենք, կասկածներ կան, ցրենք։ Եթե բացահայտվեց, բնականաբար ամենաանհանդուրժողը մենք կլինենք։ Ամեն ինչ կարելի է հանդուրժել, բայց ժողովրդից գողանալ մենք չենք հանդուրժել։ Իսկ եթե օրինակ անօրինականություններ հայտնաբերվեն եւ հայտնաբերվի, որ օրինակ դրանք իսկապես անօրինական պայմանագրեր են, ինչպես ընդդիմությունն է, դրանք չեղյալ կհամարվեն Ռուսաստանի հետ։ Գիտեք, ասեմ, այսինքն այդքան հեռուն կգնա հանրապետական։ Ասեմ հետեւյալը, ամենադրական որևէ եթե նախագիծ լինի գազի առումով, ինչպես վերջերս հայտարարեց հանրապետության նախագահան, մենք ի վիճակի ենք ամեն ինչ անելու։ Ոչ իշխանական ուժերը, կարծում է Սահակյանը, կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ օրինական է։ Եթե իրենք չմասնակցեն, ուրեմն իրենք էլ են հավատում։ Ոչ իշխանական ուժերից այս պահին միայն դաշնակցությունն է հաստատ որոշել, հանրապետականի առաջարկն ընդունելու է։ Իհարկե իրենք շատ լավ նաև հասկացել են ինչի ընդունեցին, որտեվ մերժած վիճակը շատ ավելի խոցելի էր դարձնում իշխանություններին, որտեվ կասկածանքները դառնում էին համոզում։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց կհետևեն հանձնաժողովի աշխատանքին, խնդիրները վերհանելու առումով հանրապետականն անկեղծ չեղավ, հատուկ կարծիք ներկայացնելը միշտ կա ու կա։ Ամբողջ խնդիրն այն է, թե հանձնաժողովը արդեն պրակտիկ աշխատանքների մեջ որքանով իսկապես խորքային ուսումնասիրություններ կկատարի այս ամեն ինչի հետ կապված։ Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունն ու Հայ ազգային կոնգրեսը քննարկում են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Հովիկ Աբրահամյանի մոտ 5 շաբթի նախատեսված հանդիպմանը պետք է տեսակետ ներկայացնեն։ Սակայն Լևոն Զուրաբյանը մեկ մտահոգիչ հարց հանրապետականների հեղինակած նախագծում տեսնում է։ Մեր հարցադրման առանցքը դա այն է, որ մենք համարում ենք գազի պարտքը կուտակվել է ապօրինաբար, շրջանցելով սահմանադրությունը եւ ազգային ժողովը։ Ներկայացված փաստաթղթում օրինականության ուսումնասիրման մասին ոչինչ գրած չի, գրված է գազի պարտքի կուտակման հիմնավորվածությունը։ Այստեղ շատ կարևոր է, որ օրինականություն բառը մտնի փաստաթղթի մեջ, որովհետև այլապես միշտ կարող են դեմագոգիա անել, որ հանձնաժողովը
գազի պարտքի կուտակման օրինականությունը ուսումնասիրելու լիազորություններ չունի։ Հանրապետականը նախատեսում է հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկել ազգային ժողովի առաջիկա քառօրյայում, մեր զրույցում ասաց Գալուստ Սահակյանը։ Իր գործունեության արդյունքները ստեղծման դեպքում ըստ նախագծի հանձնաժողովը կամփոփի մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը։ Հայրենիքում ավտոմասերի վաճառքով զբաղվող ևս մեկ սփյուռքահայ ընտանիք բարձրաձայնում է բռնությունների մասին։ Եթե նախորդ անգամ սիրիահայ ընտանիքի անդամներին դաժան ծեծի են ենթարկել, ապա այս անգամ ՊՏՂ-նիում իր սեփական գործը բացած սիրիահայ Միշել Սարկոյանին զենքով են սպառնացել։ Հայրենիքում բնակվել ցանկացող այս ընտանիքը վրդովված հարց է ուղղում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե նա ընդհանրապես ինչով է զբաղվում, բացի նրանից, որ սփյուռքահայերին հայրենիք է հրավիրում։ Մանրամասնում է Հասմիկ Գրիգորյանը։ Սիրիահայ Միշել Սարկոյանի ընտանիքը 1 տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան, մշտական բնակություն հաստատել Պտղունք գյուղում։ Տանեկից հիմնել է ավտոմասերի առուվաճառքի փոքրիկ կետ ու այդպես սկսել օրվա հացը վաստակել։ Դեպքը տեղի ունեցել հենց վաճառակետում, ավտոմաս էր վաճառել երիտասարդ հաճախորդին ու խոստացել սարքը ետ վերցնել ու գումարը վերադարձնել, եթե վաճառված սարքը մեքենային չհամապատասխաներ։ Հաճախորդն էլ այդ մասը փոխարինել էր մեկ այլ մասով ու փորձել հետ վերադարձնել։ Սփյուռքահայի ու հաճախորդի միջև վիճաբանություն է սկսվել։ Գործը հասել է նրան, որ Սարկոյանին զենքով են սպառնացել։ Պիտի բռնեի նույնին էլ փախավ մույս կողմեն եկավ զենքով։ Այդ ժամանակ ես ինձ պաշտպանեցի իրեն ընկերոջով։ Ընկերը կգանչեր մի խփե, ինչ կվնասես։ Հետո որ տեսավ, որ չի գարենար իմ վրա, ելա մեքենայով սկսավ վրաս քշել։ Գողեց մոտքից վրա ես ցածկելով ոսվերելով, որ մեքենան վրաս չքշե։ Հետո ընկերին վրա 2 անգամ քշեց, ցերկիս տագներ, այս տեսակով հետո փախանքացի։ Միշել Սարկոյանը ոստիկանություն է դիմել եւ ինքն իր համար վճռել, իր վրա հարձակում գործածներին արժանի պատժիչ ենթարկելու դեպքում լքելու է Հայաստանը։ Լքեր եմ Եվրոպա, եկել եմ իմ հողի վրա, որտեղ բադիվ ունեցող մարդ եմ, որ գփավե ինձ ամեն քայլի վրա, ամեն աշխարհի վրա հարց տան, որտեղ են եկերեք, ես հայաստանցի, ես եկնա Հայաստանը բայկարե, որ երգիր տացնես, եկեր ես մոդս զուկարան գմակրես, չէ թե երտամ Սուրիայի տրոշի դագը կալեմ։ Ոստիկանությունից ազատությանը փոխանցեցին, որ դեպքի կապակցությամբ դեռ հետաքննություն է ընթանում։ Միշելն ասում է, որ ի սկզբանե նպատակադրվել էր Հայաստան գալ 9-ամյա դստերը հայկական դպրոցում ուսման տալու եւ հայեցի դաստիարակելու նպատակով։ Սակայն այսօր հիասթափված է, ասում է, երբեք չէր պատկերացնի, որ հայրենիքը իր պատկերավորմամբ առյուծների երկիր է դարձել։ 2 հոգի մտան իմ մոդս, ինձ մեկ BMW-ի նասոս ուզեցին, այսին ինչ արժե, այսի քինը հասկանե, այս այմա լավ դղակներից կուկա, ադի առանց փողի գուդաս կերտա, այսի ով է ադի որ կուկա իմ մոդս առանց փողի գդանի, այս այմա հարցը տես ինչպես կարնենք առանց փողի, իսի թող փորձեկա, ով ուզե թողլա, քնացին չի վերադարձան, որ դեսան թույլ չեն։ Սփյուռքահայը դժգոհում է նոր մարդկային հարաբերություններից, ասում է Հայաստանում այսօր ամեն ինչ քավոր սանիկական սկզբունքով է ընթանում։ Ամեն մեկը կգանչե ես եմ, փորը, փողը, օտոն ու կավորություն։ Ուրիշ բան չի դեսան, կավոր։ Ասի ասինչին դղան է, ասինչին բաբան է, $200 կրբանը ավելցեր է, մեկած սև կույնի օտո ունեցեր է, աբագինալ լավ սև երեր է, առաջ երտանք Հայաստան։ Սարկոյանը նշում է, որ այս վերջին դեպքի մասին չէր բարձրաձայնի, սակայն համբերության բաժակն է արդեն լցվել։ Աս 2 ջահելներուն համար ալ, որ ես սպանեղավ էդս, ես կներեի ասված իրենց հետը, կարիք չունիմ ես, նա 100,000-ի, նա 200,000-ի, բայց որ զենք քաշի, այսօր վրաս քաշեց, չգարեցավ վրաս, կլա ուրիշի վրա քաշի, որտեղ մենք հոսեք կացեր ենք ոտի տակ, չի գարելի։ Ու ես աս արդար բան, եթե առաջ չգնաց, ես կլքեմ Հայաստան, ու դուրսի են գխոսի։ Դուք ճշտեցիք ովքեր են։ Ես չեմ ճանչնար, ես մինակ լսեցի, որ իրեն ինքը գոչվի գյաջ, բաջ, հոսեղ ինչ լսեցի, մեկը գյաջ, մեկը թաջ, մեկը բաջ, ամեն մեկը մաֆիա սարքեր ու առաջ կերտա Հայաստան։ Մինակ գուզեմ Դիգին Հիրանուշ Հագոպյանին մեկ հատ բան իրեն հարց տայի, որ ինքը ինչ հրավ սպուրկահայն, մինակ գերտագը գանչի աչ ծախ արի դուն, շորըտ վրա ետ հանեմ ու գրգեմ դուրս, ամոտ է։ Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովի և նրա դստեր Գյուլնարայի միջև ծավալվող հակամարտությունը նոր զարգացումներ է ստացել։ Ուզբեկստանի դատախազությունը ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է նախագահի հավակնություններ ունեցող Գյուլնարա Քարիմովայի մտերիմներին։ Նրանց մեջ է նաև հայ ազգի Գայանե Ավագյանը, ում անունը կապվում է մի շարք օֆշորային ընկերությունների և խոշոր բիզնեսների հետ, մանրամասնում է Գևորգ Ստամբոլցյանը։
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր Գուլնարա Քարիմովայի շուրջ դեռ ամիսներ առաջ ծագած կոռուպցիոն սկանդալը գնալով ավելի է խորանում երեկոյան Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որի համաձայն ձերբակալվել են նախագահի դստեր մերձավորագույն շրջապատի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում Քարիմովայի մտերիմ ընկերուհին, նրա բիզնես կայսրության ֆինանսական միջոցները տնօրինող 28-ամյա Գայանե Ավագյանը։ Տաշկենտում բնակվող հայազգի այս կնոջ մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունները հատուկ են, այն հայտնի է միայն, որ Ավագյանը ծնվել է 85-ի հուլիսին, ղեկավարում է Քարիմովայի հետ անմիջական առնչություն ունեցող օֆշորային մի շարք ընկերությունները։ Դրան էլ գումարած ըստ ռուսական աղբյուրների Ավագյանին է պատկանում Coca-Cola Uzbekistan ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Իր սրընթաց բիզնես կարիերան էլ հայազգի այս կինը սկսել է մի քանի տարի առաջ, գլխավորելով նախագահի դստերը պատկանող նորաձևության տունը։ Ավագյանի անունը սկանդալային համատեքստում առաջին անգամ հայտնվեց մոտ 1.5 տարի առաջ, երբ Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունը վավերագրական մի ֆիլմ նկարահանեց։ Դրանում շվեդ հետաքննող լրագրողները փաստերով ապացուցում էին, որ Սկանդինավիայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունը Telia Soneran $320 միլիոն կաշառք է վճարել Քարիմովային Ջիբրալթարում գրանցված Takilant ընկերության միջոցով։ Det här är Gajan Avakian, ägare av företaget. Takilanti հիմնադիրը Գայանե Ավագյանն է, Լոնդոնում գործում է նաև ընկերության դուստր ձեռնարկությունը Panalin, հայտնի է, որ Ավագյանը Գուլնարա Քարիմովայի աջ ձեռքն է, նշում էին շվեդական ֆիլմի հեղինակները, հավելելով, որ այդ 320 միլիոնն այն գինն էր, որ վճարեց ընկերությունը բջջային կապի ուզբեկական շուկա մուտք գործելու իրավունք ստանալու համար։ Ուզբեկական ընդդիմությունը եւս պնդում է, որ Ավագյանը գոնե այս պահին Քարիմովայի մերձավոր զինակիցն է։ Գայան Ավագյանն настолько вникся доверие Гульнары Каримовой, что Գայանե Ավագյանն այնպիսի մեծ վստահություն է ձեռք բերել Գուլնարա Քարիմովայի մոտ, որ վերջին 5-6 տարիներին նա է ստանձնել նաև որոշ ֆինանսական գործողությունների ղեկավարությունը։ Շվեդական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր ուզբեկ քաղաքագետ Քամալեդզին Ռաբիմովը։ Իդեպ Ավագյանի գործունեությունն այս պահին հետաքննում են ոչ միայն Շվեդիայի եւ Ուզբեկստանի, այլև Շվեյցարիայի իրավապահները։ Այստեղ նրան մեղադրում են կոռուպցիոն ճանապարհով Ուզբեկստանում վաստակած փողերի լվացումը շվեյցարական բանկերում իրականացնելու համար։ Հավելեմ, որ Գուլնարա Քարիմովայի դիրքերը Ուզբեկստանում սկսեցին թուլանալ մի քանի ամիս առաջ, երբ սրվեցին նրա հարաբերությունները հոր 80-ականների վերջից անընդմեջ հանրապետությունը ղեկավարող Իսլամ Քարիմովի հետ։ Տեղական եւ արևմտյան աղբյուրների պնդմամբ Քարիմովը դստեր հետ խզեց կապերն այն բանից հետո, երբ երկրի հատուկ ծառայությունները նրան տեղեկացրեցին Գուլնարայի նախագահական հավակնությունների մասին։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ վերջում կրկին անդրադառնանք այսօր Կիևում ոստիկանների եւ ցուցարարների միջև տեղի ունեցած կատաղի բախումներին։ Քիչ առաջ տեղեկացանք, որ ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է, որ զոհվել է 5 մարդ եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վերջին մանրամասները Հրաչ Մելքումյանի տեսանյութում։ Այսօր Կիևի կենտրոնում ոստիկանների եւ ցուցարարների միջև տեղի ունեցավ վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղ բախումներն ու ընդհարումները։ Անդիմությունը հաղորդում է, որ առնվազն 3 ցուցարար է զոհվել, տասնյակ վիրավորներ կան, այդ թվում ծանր վնասվածքներ ստացած մարդիկ։ Հաղորդումը պատրաստելու պահին պաշտոնապես չէին հաստատվել զոհերի եւ ծանր վիրավորների մասին լուրերը, ավելի վաղ հաղորդվել էր, որ 1 տասնյակ ցուցարար է վիրավորվել եւ 7 ոստիկան։ Կիևի իրադարձությունները ժամեր շարունակ ցուցադրվում են ուղիղ եթերում, անհանգիստ իրավիճակը մինչև հիմա շարունակվում է։ Օրվա առաջին կեսին հազարավոր ցուցարարներ անկախության հրապարակից շարժվեցին դեպի խորհրդարան Գերագույն Ռադայից պահանջելու սահմանադրական փոփոխություններ սահմանափակելու համար երկրի նախագահի լիազորությունները։ Խաղաղ գրոհ կոչված երթը ընդամենը կես ժամ խաղաղ բնույթ ունեցավ։ Բախումներ սկսվեցին նրանց ճանապարհը փակած ոստիկանների հետ։ Երթի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական շղթան, բարձրացան ճանապարհը փակող մեքենաների վրա, գրավեցին ոստիկանական մեքենաներից մեկը։ Ոստիկաններին օգնության հասան Բերկուտի հատուկ ջոկատայինները, գործի դրվեցին մահակներ, խլացնող նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Ցուցարարները քարեր եւ այրվող շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, նրանք հրկիզեցին ոստիկանական 2 ավտոմեքենա։
Ժամեր շարունակ Կիևի կենտրոնից պայթյունների ձայներ է լսվում, իրավիճակը մինչև հիմա չի հանդարտվել։ Ցույցին մասնակցող ընդդիմության առաջնորդներից Ազատություն կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը առավոտյան հայտարարեց, որ իշխանություն ձևավորող ժողովուրդը պետք է ճնշում գործադրի խորհրդարանում իր ներկայացուցիչների վրա այդ որոշումները ընդունելու համար։ Вівторок, чи в середу, чи в четвер. Краще сьогодні. Կլինի դա 3-շաբթի, 4-շաբթի, թե 5-շաբթի, բայց ավելի լավ է դրանք ընդունվեն այսօր, ասաց նա։ Ցուցարարները պահանջում են վերականգնել 2004 թվականի սահմանադրությունը, ինչպես նաև պատժել Եվրամայդանի ցուցարարների նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ կիրառած ոստիկաններին։ Նրանք բավարար չեն համարում նաև իշխանությունների օրերս հայտարարած համաներումը։ Վերջին օրերին իշխանությունների եւ ընդդիմության միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի ցուցարարները ազատեցին գրաված վարչական շենքեր, այդ թվում Կիևի քաղաքապետարանը, իսկ իշխանությունները ազատ են արձակում կալանավորված ցուցարարներին։ Իշխանությունների հայտարարած համաներումով 268 ցուցարար ազատվում են քրեական պատասխանատվությունից, իսկ արդեն հարուցված 108 քրեական գործեր փակվելու են 1 ամսվա ընթացքում։ Սակայն ընդդիմության ազգային դիմադրության շտաբը պահանջում է ավելին՝ փակել Մայդանի ակտիվիստների դեմ հարուցված 2000 քրեական գործերը, իսկ 243-ին արդարացնել։ Այսօրվա ցույցի երթի մասնակիցները իրենց պահանջներին հասնելու նպատակով հայտարարել էին, որ 5 օր շրջափակման մեջ են պահելու Գերագույն Ռադայի շենքը։ Բայց խաղաղ ցույցը վերածվել է բախումների, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսքանով ավարտում ենք ազատության եթերը, այն սիրով վարեց Ռուզաննա Ստեփանյանը, շարունակեք հետևել իրադարձությունների զարգացմանը ազատություն.am ինտերնետային էջում։ Ցտեսություն։